Ինչով է տարբերվելու պետպատվերը եւ առողջապահության պարտադիր ապահովագրությունը։ Իմ 70-ամյա պապիկի կյանքում ինչ է փոխվելու հունվարի 1-ից հետո։ Արդյոք պապիկի բոլոր առողջական խնդիրները եւ կարիքներն են հոգալու ապահովագրական հիմնադրամը։ Ոչ իհարկե։ Կարծում եմ, այստեղ պետությունն էլ որևէ նպատակ չունի ավելորդ բեռ դնելու մեր քաղաքացիների վրա։ Մենք խնդիր ունենք Հայաստանում գրանցված եւ ընդհանուր առմամբ օրինական շրջանառությամբ դեղերի ծավալի մեծացման։ Պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները ինչու են տարիներով հետ մնացել հիվանդանոցային բուժօգնության զարգացումից։ Ինչու։ Հիանալի լուր ունեմ մեր բժիշկների համար, գործելակարգերը արդեն իսկ հաստատվել են։ Հայաստանում կյանքի միջին տևողությունը ամենաբարձրն է տարածաշրջանում։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։ Տիկին նախարար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ամենաքննարկվող թեման հիմա առողջապահության ոլորտի ապահովագրությունն է պարտադիր, որը 26 թվականից կներդրվի, բայց մինչև այս մեծ ու կարևոր հարցին անդրադառնալը առաջարկում եմ խոսենք էլի շատ կարևոր մի թեմայից, չգրանցված դեղերից։ Չգիտեմ հետևում եք թե չէ, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին։ Հայաստանում կան բազմաթիվ չգրանցված դեղեր, որոնք վաճառվում են դեղատներում, որոնք շատ անհրաժեշտ են հիվանդներին, բժիշկները դրանք նշանակում են, սակայն նախարարությունը պետությունը ընդհանրապես չի իրականացնում վերահսկողություն, չի ստուգվում այդ դեղերը, արդյոք դրանք վնասակար են թե ոչ կամ ընդհանրապես էֆեկտիվ են թե ոչ։ Պետությունը, առավել կոնկրետ առողջապահության նախարարությունը ինչ պիտի անի, արդյոք պատրաստվում է որևէ բան անել այս հարցը լուծելու համար։ Տեսեք, նախ պիտի տարբերակենք չգրանցված դեղերի հասանելիությունը Հայաստանում կարող է հստակ օրենքի շրջանակներում լինել եւ անցնելով առողջապահության նախարարության կողմից տրված հավաստագրման գործընթացը գալ Հայաստան եւ ուրեմն օրինական շրջանառության մեջ լինի։ Պարզաբանենք, որ խոսքը այս դեպքերի մասին չի, այն ինչ որ դուք եք բարձրացնում։ Մենք նաև ունենք օրենքով սահմանված հնարավորություն, երբ որ անձինք իրենց կարիքների համար որոշակի չափականակներով կարող են արտերկրից ինչպես ֆիզիկապես իրենց հետ բերել դեղորայք, այնպես էլ պատվիրել եւ փոստային ծառայությունով ստանալ դեղորայք։ Եվ ինչու ենք մենք նման մոտեցում կիրառել, որովհետեւ Հայաստանը փոքր շուկա է։ Եվ վերջին տարիներին դեղագործական համաշխարհային ընկերությունների պահանջարկի կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ նրանք ավելի ու ավելի դժվար են մեր նման փոքր երկրներում իրականացնում դեղերի գրանցում։ Պետք է ասեմ, որ մենք ոչ միայն այս հնարավորությունն ենք ստեղծել, այլ նաև պարզեցրել են գրանցման գործընթացը, նվազեցրել են գրանցման համար գանձվող թե փորձաքննությունների եւ թե պետական турքի չափերը։ Բայց այնուամենայնիվ մենք խնդիր ունենք Հայաստանում գրանցված եւ ընդհանուր առմամբ օրինական շրջանառությամբ դեղերի ծավալի մեծացման։ Եվ այստեղ էլ ապահովագրության ներդրումը որոշակի փոփոխություն է հանգեցնելու։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ երկրները չեն ունենում խոշոր գնման ինստիտուտներ, դա պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրության, ապա դեղագործական ընկերությունները ել ավելի դժվարությամբ են մուտք գործում տվյալ երկրի շուկա, որովհետև կանխատեսելի չէ վաճառքը կամ ծախսը դեղորայքի։ Հիմա մեր անելիքները սրանք են, բայց իհարկե մենք ունենք նաև խնդիր վերահսկողության մասով, ավելի սկսած մեր մաքսային անցման կետերից, որպեսզի մարդիկ այդ փոքր քանակները չչարաշահելով ավելի մեծ քանակներ չբերեն երկիր, եւ այս մասով էլ արդեն մեր իրավապահ համակարգը, տեսչական մարմինները իրենց գործառույթների շրջանակներում անում են եւ անելիքներ ունեն։ Տեսեք, բայց այստեղ համագործակցության հարցն է առաջանում։ Պետական եկամուտների կոմիտե, տեսչական մարմին, առողջապահության նախարարություն, եթե այս 3 մարմինները կարողանան սահուն փոխգործակցություն ապահովեն իրար հետ, արդյոք հնարավոր չի լինի այս հարցը լուծել։ Այդ հարցը լուծել ընդհանուր առմամբ 100%-ով ամբողջ աշխարհում չի հաջողվում, բայց թվային փոխգործելիությունը եւ
բոլոր process-ների թվայնացումը իհարկե բերում է շատ ավելի մեծ թափանցիկության դաշտ եւ մենք այսօր էլ իրար հետ տվյալների փոխանակման արդյունքում է, որ ունենում ենք եւ կասեցված եւ ուրեմն նաեւ խոտանված եւ արգրաված դեղորայք։ Շատ լավ 2023 թվականին Հայաստան էր ներմուծվել Հնդկաստանից քաղցկեղի բուժման դեղեր, որը ըստ Բրիտանիայի հետաքննական լրագրության բյուրոյի հետ անցկացրած հետաքննության վնասակար էին այս դեղերը։ Առողջապահության նախարարությունը թույլատրել է դրանց ներմուծումը։ Ես կխնդրեմ, որպեսզի ճիշտ մեջ բերենք, դրանք խնդիրը արդյունավետության եւ կողմնակի հավելյալ ազդեցության մասին է, որովհետեւ գիտեք դեղերի մասին խոսելիս միշտ պետք է հստակ ձևակերպումները պահպանենք, որովհետև նպաստելով դրանց վերաբերյալ ճիշտ իրազեկվածությանը հակառակ էֆեկտը չունենանք։ Տեսեք, բայց անարդյունք դեղ է, ոչ արդյունավետ ըստ այս հետաքննության, որն արվել է Բրիտանիայի հետաքննական լրագրության բյուրոյի կողմից, այս դեղերը անարդյունավետ են, առաջացնում են կողմնակի ազդեցություններ եւ նախարարությունը տվել է թույլատվություն դրանք Հայաստան ներկրելու։ Խոսքը վերաբերվում է մեկ խմբականակին, որի հետ կապված առողջապահության նախարարությունը նաեւ տեղեկատվության հասանելիության եւ այդ հստակ արագ գործելու շրջանակներում նաև որոշում է կայացվել, որ այդ դեղերը շուկա պիտի դուրս չգան եւ խոտանվեն։ Եվ ինչպես նաև ձեզ ենք ուրեմն պատասխանել գրությունով, այդ դեղորայքի ոչնչացման մասին արկա են նաև ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը։ Դրա համար այստեղ էլ պիտի ասենք, որ ի վերջո պետության բոլոր այս ֆիլտրերը իրենց աշխատանքը կատարել են եւ այո, եթե դեղի հետ կապված կա որևէ դիտարկում եւ որևէ երկրում, ապա այդ ինֆորմացիային մենք հասանելիության եւ տեղեկանալուն հենց այդ պահին իրականացնում ենք նաեւ դրա հետագա գործընթացները։ Հասկանալի է։ Երբ որ հունվարի 1-ից ներդրվի պարտադիր առողջապահության ապահովագրության համակարգը, առաջնային օղակը լինելու են պոլիկլինիկաները, ճիշտ եմ հասկանում։ Այո, մեր քաղաքացիները պլանային դեպքերում եւ եթե դա հրատապ չէ ծառայության ստանալը, առաջին ուրեմն կազմակերպությունը ում հետ շփվել են, դա ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաներն են։ Հիմա մենք մեր օրինակով էլ ենք տեսնում եւ բազմաթիվ քաղաքացիներ մեզ ասում են, որ պոլիկլինիկաներում ահավոր հերթեր են, ժամերով սպասում են այնտեղ, ծառայությունները որակյալ չեն, մասնագետները բարձր որակավորում չունեն, այս հարցերը ավելի ճիշտ չէր լինի սկզբում լուծել, հետո նոր անցնել պարտադիր առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Այդպես չի լինում, գիտեք, դուք չես կարող համակարգ ֆինանսավորել եւ ասել սպասեք, մինչեւ որ կգան պացիենտները, որ բուժվեն։ Այս գործընթացները պիտի զուգահեռ ընթանան։ Պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները ինչու են տարիներով հետ մնացել հիվանդանոցային բուժօգնության զարգացումից։ Ինչու՞, որովհետև այս օղակ ֆինանսավորում շատ քիչ է ուղղվել։ Ֆինանսավորում հենց ծառայությունների գնման մասով։ Հիմա վերջին տարիներին պետական պատվերի շրջանակներում նաև ֆինանսական միջոցների ուղղումը դեպի առաջնային օղակ նպաստել է նաև դրա զարգացմանը այս ընթացքում։ Ճիշտ եք ասում, որ այո, հերթեր կան պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, բայց այստեղ էլ պիտի հասկանանք, թե հերթերը ինչի համար են գոյանում։ Եվ process-ները օպտիմալացնելով եւ ավելի էֆեկտիվ դարձնելով, պիտի հասնենք նրան, որ մարդը անիմաստ տեղեկանք ստանալու կամ որոշակի գործողություն անելու համար, որը կարելի է անել հեռակա ձևաչափով, չգա պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, եւ վերջերս ենք փոփոխություն իրականացրել, օրինակ նախկինում ամեն ամիս պիտի գնայր պոլիկլինիկա, որպեսզի հասանելիք դեղորայքը ստանայր։ Այլևս մենք թույլ ենք տալիս, որ մինչև 3 ամսվա պաշար մարդը կարողանա մեկ անգամից վերցնել։ Տեսեք, նույն հոսքը ամեն ամիս էր գնում, հիմա կգնա 3 ամիսը մեկ անգամ։ Եվ այս միջամտությունների արդյունքում մենք կազատենք մեր նաև ռեսուրսները, դրանք ուղղելու ավելի ճիշտ անհրաժեշտ ծառայություններ մատուցելուն։ Շատ լավ։ Հիմա ինչով է տարբերվելու պետպատվերը եւ առողջապահության պարտադիր ապահովագրությունը։ Դրանք երկու ըստ էության տարբեր համակարգեր են։
Այո, երկուսի արդյունքում էլ մենք ծառայություններ ենք գնում մեր քաղաքացիների համար։ Բայց ապահովագրական համակարգ է իր թե ֆինանսավորման, թե բժշկական կենտրոնների հետ աշխատանքի ձևաչափի եւ թե փաթեթի շրջանակների եւ դրա մեջ ներառված ցանկացած չափորոշիչի մասով։ Մենք 3 տարիների ընթացքում ուրեմն մաս հրաժարվելու ենք պետպատվերից եւ անցնելու ենք ապահովագրական համակարգի։ Ապահովագրական փաթեթը այսօրվա ներառում է մեր նախագծով նախատեսված, ներառում է բավական ամբողջական կոնկրետ հիվանդությունների համար ծառայությունների շրջանակ եւ ուղին պացիենտի սկսած առաջնային օղակից, նեղ մասնագիտական խորհրդատվությունից, ամբուլատոր օղակում գործիքային եւ լաբորատոր հետազոտություններից, հետո արդեն հիվանդանոցային բուժօգնության։ Պետպատվերը ինչպես է ձևավորվել, տեսեք, ամեն տարի ավելացրել ենք ֆինանսական միջոցները։ Մեկ վերանայել ենք շահառուների խումբը, մի մասով ծառայությունների գներն ենք ներառել, մեկ այլ ծառայությունների հավելյալ շրջանակ ենք ավելացրել, այսինքն կարծես մի տուն ենք կառուցել, որի վրա անընդհատ սենյակներ ենք ավելացրել։ Եվ տեսնում ենք այս համակարգը այլևս գործունակ եւ էֆեկտիվ չի կարող շարունակել մնալ։ Դրա համար մենք ապահովագրական համակարգի շրջանակներում հիմքից նախագծով նոր տուն ենք կառուցում, բոլոր իր ճիշտ հաշվարկներով եւ բոլոր նախատեսված սենյակներով, հարկերով, կարողություններով, սա է տարբերությունը։ Եթե շատ պարզ ասենք, օրինակ իմ 70-ամյա պապիկի կյանքում ինչ է փոխվելու հունվարի 1-ից հետո։ Շատ բան է փոխվելու։ Առաջին անգամ, եթե պապիկը հաշմանդամության կարգ չի ունեցել կամ սոցիալական որևէ խմբին չի պատկանել, առաջին անգամ պետությունը հասցեագրելու է նրա անհրաժեշտ բժշկական ծառայությունները։ Կամ մի բան, որ ինքը չէր ստանալու պետպատվերով եւ ստանալու է ապահովագրությամբ։ Ես նորից ասեմ, որ եթե պապիկը հաշմանդամության կարգ չուներ կամ սոցիալական կարգ չուներ, ապա նա պետական պատվերի շրջանակներում շատ քիչ ծառայություններից էր օգտվում։ Դա կարող էր լինել օրինակ ինսուլտի ծրագիրը, որը բոլորին է վերաբերում, հոգեբուժությունը կամ ինֆեկցիոն հիվանդությունները, բայց ապահովագրության շրջանակներում մենք հոգալու ենք նրա հիմնական ոչ վարակիչ նաև հիվանդությունները։ Օրինակ, պապիկը ընկել է կոտրել է ոտքը եւ ոտքը ոչ թե պետք է գիպսով ուրեմն հնարավոր լինի վերականգնել, այլ անհրաժեշտ է վիրահատություն կոնստրուկցիաներով։ Ամենահաճախ հանդիպող կարիքն է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների։ Այսօր պապիկը պետք է վճարեր երևի թե մինչև 600-700 դրամ։ Ապահովագրության շրջանակներում պետությունը կվճարի նրա այդ ծառայության համար եւ պապիկը հիվանդանոցում կբուժվի։ Հաջորդ, եթե նրան անհրաժեշտ է շաքարային դիաբետի կամ ճնշման հետ կապված դեղորայքը, կստանա իր դեղորայքը, անհրաժեշտ դեղորայքը։ Հաջորդիվ, աչքի վիրահատություն է անհրաժեշտ, էլի մեր ավագ սերնդի հայրենակիցների շատ հաճախ հանդիպող խնդիրներից է եւ այն գիտեք ինչ է, սահմանափակում է նրանց թե աշխատունակությունը, թե կյանքի որակն է փոխվում։ Մենք կատարակտի վիրահատությունը ապահովագրության շրջանակներում կփոխհատուցենք։ Արդյոք պապիկի բոլոր առողջական խնդիրները եւ կարիքներն են հոգալու ապահովագրական հիմնադրամը։ Ոչ իհարկե, բայց հոգալու է ամենաանհրաժեշտ եւ կյանքը փրկող առողջությունը վերականգնող, որպիսի հաշմանդամեցման կամ ավելի ծանր վիճակի չհանգենք, այս շրջանակը այո նա կարողանալու է ստանալ։ Հիմա առողջություն մեր պապիկներին ու տատիկներին բոլոր։ Հիմա 2026-ի հունվարի 1-ից մինչև 18 տարեկան քաղաքացիները 65 տարեկանից բարձրերը, երկրորդ, երրորդ, թե նաև առաջին կարգի հաշմանդամները եւ սոցիալական անապահովության ծրագրի 28 եւ ավել բալ ունեցող քաղաքացիները եւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիները օգտվելու են պարտադիր ապահովագրության ծառայությունից։
Ես ինձ հետաքրքիր է 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողների մասով, նախ ինչ է այն քաղաքացիները, ովքեր ավելի ցածր են ստանում, կարողանալու են օգտվել թե ոչ կամավոր հիմունքներով, եւ 200,000 դրամ եւ ավելի ստացող քաղաքացիների համար արդյոք այստեղ անարդարության սկզբունք չկա 200,000 դրամ ստացողն էլ նույն գումարը վճարում 2 միլիոն դրամ ստացողն էլ նախ ասեմ, որ 200,000 դրամից ավելի ցածր ստացողներից էլ ենք ստանում արդեն իսկ այսպիսի արձագանքներ, որ անգամ կամավորության ուրեմն ձևաչափով արդյոք մենք էլ կարող ենք օգտվել եւ այս հարցը իհարկե մենք ազգային ժողովում էլ նախագծի շրջանակներում կբարձրաձայնենք, կքննարկենք, բայց այո, առաջին տարվա համար մենք նախատեսել ենք ընդգրկել առաջին փուլով 200,000 դրամից բարձր ստացողների համար։ Ապահովագրավճարը եւ փաթեթը նույնական է բոլորի համար։ Եվ այստեղ այո հարց է ծագում, արդյոք այստեղ սոցիալական համերաշխության առումով մենք խնդիր չունենք, կարծում ենք, որ ոչ, որովհետեւ այս ապահովագրավճարից ֆինանսական բեռի թեթևացման մասով պետությունը տարբերակված մոտեցում է կիրառելու։ Ինչ է սա նշանակում։ 200-ից 500,000 դրամ ստացող մեր քաղաքացիները այսօր առաջին տողով Սինապա հիմնադրամին վճարում են 5,500 դրամ։ Նրանց հնարավորություն կտրվի շարունակել վճարել 1000 դրամ Սինապահին եւ մնացած 4,500 դրամը ուղղել առողջության ապահովագրությանը։ Հաջորդի հենց սոցիալական համերաշխություն ապահովելու համար այս խմբին 2026 թվականի համար 6,000 դրամի շրջանակներում սոցիալական կրեդիտի շրջանակներում եկամտահարկից վերադարձ կապահովի։ Հիմա անցնենք հաջորդ խմբի 500-ից մինչև 1 միլիոն դրամ ստացողների համար եւս զինապահից 7,500-ի փոխարեն կշարունակեն վճարել 1000 դրամ, 6,500-ը առողջության ապահովագրության համար եւ 4,000 դրամ էլ սոց կրեդիտների շրջանակներում էլի հետ վերադարձ կստանան։ 1 միլիոն դրամից ավել ստացողների համար կգործի միայն սոցիալական կրեդիտներից 4,000 դրամի վերադարձի հնարավորությունը։ Տեսակ, որ մենք ինչպես ենք այս ձևաչափով ինչքան աշխատավարձը ցածր է, այնքան ավելի հնարավորությունների շրջանակը այդ գումարները հետ ստանալու շատ ավելի մեծ է։ Եվ այստեղ էլ պետությունը բալանսավորում է հենց ձեր ասած եկամուտներից կախված բեռը ֆինանսական։ Շատ լավ, բայց եթե մենք ստանում ենք ամեն ամիս 6,000 դրամ հետ վերադարձ մեր սոցիալական կրեդիտներից եւ մենք նաեւ ունենք քաղաքացին ունի հիպոթեկով ձեռք բերած բնակարան եւ արդեն իր եկամտահարկը իրեն վերադարձում է, այսինքն չի կարողանալու օգտվել այդ 6,000 դրամ հետ վճարից։ Դե գիտեք, հենց դրանումն է բանը, որ պետությունը եկամտահարկի մասով հիմնական ուղղություններ է որոշել։ Դա առողջություն, կրթություն եւ հիպոթեք, բնակարանային ապահովություն։ Եւ այս ուղղությունները տալիս է որպես ընտրություն, հնարավորություն, որտեղ ուղղել միջոցները։ Եվ ես կարծում եմ, այստեղ որևէ անարդար բան չկա, այլ հակառակը առաջին անգամ պետությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը հոգ տանել մեր առողջության, կրթության մասով եւ նպաստում է մեր աշխատունակության բարձրացմանը։ Դուք սա նոր հարկատեսակ կհամարեք, թե ոչ։ Դե ապահովագրավճարը ինքը ըստ էության դառնում է պարտադիր վճար։ Եվ մի տարբերություն կա, որ ապահովագրավճարի արդյունքում դու ստանում ես կոնկրետ պրոդուկտ, այսինքն վճարում ես եւ դրա դիմաց ստանում ես ծառայությունների փաթեթ։ Եվ մի տարբերություն էլ կա ուրեմն սոցիալական ապահովությունից։ Ինչու, որովհետեւ մենք իհարկե բոլորս հիմա արդեն տարիներ անց բոլորս շատ ուրախ ենք, որ ի վերջո ընդունեցինք այդ սոցիալական ապահովության համակարգը եւ հիմա մենք վճարումներ ենք իրականացնում, որպեսզի հետագայում կարողանանք հոգ տանել մեր համար։ Առողջության ապահովագրության շրջանակներում այդ արդյունքը վճարումների արդյունքում հետաձգված չէ, երբ որ սկսում ես վճարել, հենց այդ նույն ժամանակվանից դու արդեն սկսում ես նաև
հետ ստանալ այն ծառայությունները, ինչի համար դու վճարում ես։ Իսկ մենք կարող ենք վստահ լինել, որ զինապահին վճարվող գումարները օրինակ 2027 թվականից նորից չեն ավելացվի, որովհետև կարծես թե հաշվարկ չկա այդ ավելցուկը ինչքան է զինապահ հիմնադրամի, համենայն դեպս մենք չենք կարողացել ստանալ այդ պատասխանը, իրենց հաշվետվությունները ընդհանրապես իրենք կարողանալու են, եթե մենք սկսենք վճարել 1000 դրամ, արդյոք կարողանալու են ապահովել իրենց աշխատանքը բնականon, թե էլի մի տարի հետո ստիպված պետք է 5500 դրամը վճարենք։ Տեսեք, ընդհանրապես կառավարությունը չի կարող ընդունել մի բան առանց հաշվարկների, եւ այդ հաշվարկները ոչ թե մեկ անգամ են արվում, մեկ գերատեսչության կողմից, այլ արվում են ընդհանուր մի քանի գերատեսչությունների աշխատանքի արդյունքում, եւ այդ հաշվարկները արված են կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության եւ մեր ընդհանուր կառավարության շրջանակներում մենք երկար աշխատանք ենք տարել, որ կարողանանք այս որոշումը կայացնենք։ Եվ այո, մեր բոլորի այսքան տարիների վճարումների արդյունքում եւ իհարկե նաեւ խաղաղության հաստատման շրջանակներում եւ այն, ինչ ունենք այսօր, ուրեմն մեզ հնարավորություն են տալիս, որ մեր քաղաքացիների կողմից վճարած գումարների հաշվին մենք ապահովենք զինապահ հիմնադրամի աշխատանքները եւ իր պարտավորությունների կատարումը, բայց այդ ավել գումարները, որ մեր քաղաքացիները պիտի շարունակեին վճարել, ուղենք առողջության ապահովագրության համար։ Եվ կարծում եմ, այստեղ պետությունն էլ որևէ նպատակ չունի ավելորդ ուրեմն բեր դնելու մեր քաղաքացիների վրա, այլ հակառակը պիտի տեսնի, թե ինչպես է ճիշտ կառավարում մեր երկրի ռեսուրսները։ Այս տարվա բյուջեով 40 միլիարդ դրամ հավելյալ գումար տրամադրվեց առողջապահության նախարարությանը, եթե չեմ սխալվում թվերի մեջ։ Մասնագետները կարծում էին, որ հնարավոր է այդպիսի մտավախություն կար, որ ամեն տարի այդքան գումար չկարողանա տրամադրել կառավարությունը եւ բարձրանա վճարները, այսինքն մենք սկսենք ավելի շատ վճարել ապահովագրության համար, նման հեռանկար հնարավոր է։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ ամեն բան աշխարհում անընդհատ թանկանում է։ Մենք դրա ականատեսն ենք, բայց նաև նորից եմ կրկնում, մենք աշխատում ենք ոչ թե մեկ տարվա հորիզոնով որպես կառավարություն, այլ առնվազն 3 տարվա հորիզոնով, որտեղ մենք կազմում ենք միջնաժամկետ ծախսերի պլան եւ իհարկե կառավարության ծրագրի 5-ամյա հորիզոնով։ Եվ այստեղ կարծում եմ այն համակարգը, որ մենք նախագծել ենք եւ առաջիկա դրա տարիների ծախսերի հաշվարկը իրականացրել ենք, մենք պիտի այսպես կայուն ընթացք ունենանք եւ իհարկե հետագա սերունդները թե ընդլայնելու են փաթեթը, թե ավելի ծառայությունների ուրեմն նոր շրջանակ են ներառելու, տեխնոլոգիաներն են զարգանում, ամեն օր մի նոր ծառայություն է առաջ գալիս եւ այդ փաթեթներ չի կարող քարին գրված լինել։ 2028-ից ավելանալու է, բայց արդեն դա հստակ է։ Ինչը։ Ամսական վճարը, որ մենք անելու ենք։ Ես ասում եմ, որ մեր կատարած հաշվարկները 3 տարվա միջնաժամկետ ծախսերով արդեն իսկ ներառված են եւ դա 1 տարվա բյուջեով չէ հաշվարկը իրականացված եւ արդեն մենք ունենք պլան առաջիկա տարիների։ Իսկ թե հետագայում ինչպես կզարգանա համակարգը, ինչ կփոխվի, դա միայն կյանքը ցույց կտա։ Հասկանալի է։ Հիմա ստեղծվելու է հիմնադրամ, այսինքն, որտեղ բոլորիս վճարած գումարները հավաքվելու են, մի կաթսա է ստեղծվել, որտեղ լցվելու են մեր բոլորի վճարած գումարները եւ այդտեղից ուղղվելու են դեպի հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ով է կառավարելու, ինչպես է վերահսկողությունն իրականացվելու այդ հիմնադրամի եւ թափանցիկությունը ինչպես է ապահովելու։ Այո, ստեղծվելու է պետական հիմնադրամ եւ շատ ճիշտ նկարագրեցիք, որ մենք բոլորս վճարները իրականացնելու ենք, այն մարդիկ, ովքեր իրենք են իրենց ապահովագրավճարը վճարողը կվճարեն, այն մարդիկ, ում համար պետությունն է վճարելու, պետությունը կվճարի եւ այդ ուրեմն հավաքագրված միջոցների հաշվին
հիմնադրամը արդեն փոխհատուցումներ կիրականացնի բժշկական կենտրոններին եւ իհարկե առաջնային օղակին։ Թափանցիկության ամենակարևոր երաշխիքը նախ թվայնացումն է։ Հաջորդը ուրեմն ճիշտ ակտուարական մեթոդաբանությունը եւ այն գործառույթների շրջանակը, որը պետք է ճիշտ բաշխված լինի հիմնադրամի ենթակա շրջանակը, նախարարության, կառավարության եւ իհարկե օրենքի մակարդակում։ Հաջորդիվ հիմնադրամները ունեն հստակ կանոնակարգեր իրենց գործունեության վերաբերյալ, թե ֆինանսական հաշվետվողականության եւ թե նաեւ առողջապահական կտորով հաշվետվողականության մեխանիզմներ։ Բայց ես այստեղ շատ կարևորում եմ նաև ամեն քաղաքացու դերը որպես ապահովագրությունից օգտվողի, մենք պիտի այդ գործիքները քաղաքացիների կողմից վերահսկողություն իրականացնելու ապահովենք նաև։ Մենք հավելվածի մեջ, մեր Արմեդի հավելվածի մեջ այսօր էլ պետական պատվերի շրջանակներում հստակ քաղաքացուն քայլ առ քայլ ցույց ենք տալիս նրա պատմությունը մեր համակարգի հետ առնչվելուց եւ թե ինչքան գումար է պետությունը փոխանցում այդ ծառայության համար։ Եվ այնտեղ նաեւ ունենք կոճակ հատուկ եւ դաշտ, որտեղ քաղաքացին իր հետադարձ կապն է ապահովելու։ Ստացել է ծառայությունը, գոհ է ծառայությունից։ Եվ այս ձևաչափերով մենք պիտի կարողանանք հասնենք, որ համակարգը նախ սահուն աշխատի եւ երկրորդը իսկապես իր նպատակին ծառայի։ Հիմնադրամի ղեկավարը դուք եք լինելու։ Ոչ, ես չեմ լինելու։ Հիմնադրամը ստեղծվելու է կառավարության կողմից, ներառվելու են ուրեմն թե ֆինանսների նախարարությունից, կենտրոնական բանկից եւ այլն, ուրեմն բոլոր այս գերատեսչություններից կստեղծվի հոգաբարձուների խորհրդի ձևավորման հանձնաժողով, այնուհետև մրցույթի շրջանակներում կընտրվեն հոգաբարձուների խորհուրդը եւ խորհուրդը արդեն եւս մրցույթով կնշանակի տնօրեն, ֆինանսական տնօրեն, գործառույթների մասով տնօրեն։ Հասկանալի է։ Հիմա տարեկան մեկ անգամ քաղաքացին կարող է, երբ ներդրվի ապահովագրական համակարգը, գնալ եւ անցնել հետազոտություն, պարտադիր տարեկան մեկ անգամ։ Ես լսում էի ձեր եւ վարչապետ Փաշինյանի զրույցը եւ վարչապետն էլ ասում էր, ոնց որ պետք է մարդը ինքն էլ իր մասին մտածի, էլի ոչ միայն պետությունը, բայց չի ստացվում, որ մենք քաղաքացուն ասում ենք դու պարտավոր ես գնալ ստուգվել, բայց պետությունը իր գործը դեռ չի արել, դեռ չի հասցրել այն մակարդակի, որ քաղաքացին պոլիկլինիկայում հերթ չկանգնի, հիվանդանոցում ստանա որակյալ ծառայություն, ստանա որակյալ դեղորայք։ Պետությունը իր գործը չարած քաղաքացու վրա պարտավորություն է դնում, թեկուզ պոզիտիվ պարտավորություն։ Ոչ, իհարկե, նախ մեր դեղորայքը, որ մենք տրամադրում ենք, որակյալ է, եւ ընդհանուր առմամբ պիտի դատենք երկրի առողջապահական համակարգի վերաբերյալ ոչ թե որևէ մեկ դեպքով կամ անհատի մեկ փորձառությամբ, այլ շատ հստակ վիճակագրական տվյալներով։ 2024 թվականի տվյալներով Համաշխարհային բանկի կողմից հրապարակված եւ մեր վիճակագրական ծառայության կողմից հրապարակված Հայաստանում կյանքի միջին տևողությունը ամենաբարձրն է տարածաշրջանում։ Սա ինչի մասին է խոսում, որ մեր նաեւ առողջապահական համակարգը բավական որակյալ է, որ ապահովում ենք 78 ու 6 տարի կյանքի միջին տևողություն։ Ես կխնդրեմ նաև համեմատեք այլ երկրների հետ, ովքեր մեր բյուջեներից շատ ավելի մեծ բյուջեներ ունեն եւ շատ ավելի մեծ ծախսեր են իրականացնում նաև թե կրթական, թե առողջապահական, թե այլ մասերով։ Եվ նորից պիտի վերադառնանք այդ շատ հստակ պատկերներին։ Այսօրվա մեր համակարգը իհարկե ունի խնդիրներ։ Իհարկե մենք մեր տրամադրած ծառայություններից 100%-ով գոհ չենք, բայց մենք այն, ինչ ունենք այսօր, պիտի հասանելի դարձնենք մեր քաղաքացուն եւ իհարկե աշխատենք ամեն օր լավացնենք որակը։ Շատ լավ, եւ վերջին հարցը տիկին նախարար, երբ բժիշկների հետ խոսում էինք, ընդհանրապես ամենաառաջին բանը, որ իրենք ասում էին, խնդիրը, ասում էին չկան հաստատված գործելակարգեր։
Այսինքն COVID-ի ժամանակ կային հստակ գործելակարգեր, ինչպես տարբեր հիվանդություն COVID-ի դեպքում կոնկրետ ինչ գործողություններ պետք է արվեն, բայց բազմաթիվ հիվանդությունների դեպքում չկան հաստատված գործելակարգեր։ Նախարարությունը նախատեսում է հաստատել նման գործելակարգեր։ Ես հիանալի լուր ունեմ մեր բժիշկների համար, գործելակարգերը արդեն իսկ հաստատվել են եւ մենք հարյուրավոր գործելակարգեր վերջին 3 տարիների ընթացքում հենց նաեւ մեր բժիշկների ասոցիացիաների ակտիվ գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք եւ առողջապահության նախարարության կայքում մեր բժիշկները կարող են այդ գործելակարգերին ծանոթանան եւ մենք ոչ միայն դրանք այդ ֆորմատով ենք ծանոթացնում, այլ նաեւ դասընթացներ ենք պատրաստում այդ գործելակարգերի վերաբերյալ վիդեո տարբերակներով, on-line ռեժիմով, գործնական պարապմունքներով եւ հաջորդ քայլը մեր այդ նույն գործելակարգերի թվայնացված տարբերակները ունենալն է, որ հենց ապահովագրության շրջանակներում նաեւ այդ քայլաշարերը շատ հստակ լինեն մեր բժիշկների համար, որովհետեւ ապահովագրական համակարգը նաեւ ծառայությունների գերածախս ցույց չպիտի տա եւ ոչ մի ավելորդ հետազոտություն, ոչ մի ավելորդ միջամտություն չպետք է իրականացվի, որpիսի մենք նաեւ չունենանք միջոցների վատնում։ Շնորհակալ եմ Տիկին նախարար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։